Եչուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների եւ այլն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն եւ դա շատ միանշանակ է ինձ համար։ Մեզնում պատերազմի պայմանական բացակայությունն ընկալվում է որպես խաղաղություն, բայց դրանք բացարձակապես տարբեր բաներ են։ Եթե չկա պատերազմ զանգվածային մակարդակում, դա դեռևս բնավ չի նշանակում, թե զանգվածաբար խաղաղության մեջ ենք ապրում։ Խաղաղությունը ոչ միայն պատերազմի փաստացի բացակայությունն է, այլև կայուն համագործակցությունն ու երաշխիքները, որ մոտալուտ ապագայում առաջիկա տասնամյակներում կողմերը միմյանց հանդեպ զանգվածային ոչնչացում չեն իրականացնի։ Այդ երաշխիքներն այսօր չկան, ավելին մարդկությունը սպասում է գլոբալ պատերազմի, եւ այդ իմաստով լոկալ պատերազմներն առավել քան հավանական են դառնում։ Այնպես որ մենք պատերազմ ունենք եւ կունենանք, եւ սա ոչ թե ուրախության, հրճվանքի կամ քննադատական տրամադրություն է, այլ հաշվարկ։ Կարելի է դա չնկատել, դրան չպատրաստվել, դա արդեն սուբյեկտիվ մակարդակի ընկալում է։ Այսօր օբյեկտիվորեն որևէ բան գովել հնարավոր չէ, տեսնում ենք միայն միմյանց գովելու եւ փնովելու սուբյեկտիվ մոտեցումներ։ Իսկ ահա օբյեկտիվ չափումը մեզնում շատ վաղուց արդեն առկա չէ։ Չենք կարող օբյեկտիվորեն գնահատել այս կամ այն վիճակը, սա նաև մեր մեղքն է։ Մենք տարիներ շարունակ շատ սուբյեկտիվ էինք, օբյեկտիվ չափանիշներն ու գնահատականները վերացրինք ինքներս։ Արդյոք խաղաղությունը մեր բնակչության իրական ցանկությունն է։ Հանրույթն օբյեկտիվ վիճակը չի ուզում ընդունել, սուբյեկտիվորեն է ապրում, հաճախ մեկ օրով։ Խաղաղությունը մեծ արժեք է։ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց կարող ենք տեսնել խաղաղության սիմվոլիկան։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ստեղծելով ՄԱԿ-ը, մարդիկ հույս ունեին, որ պատերազմ այլևս չի լինելու։ Ուղիղ կապ եմ տեսնում մեր դիմակայունությանը եւ դիմադրողականությանը, այսպես կոչված երկրորդական օրակարգերով մաշեցնելու եւ ադրբեջանական պահանջների մեջ։ Ադրբեջանը հստակ շահագրգռված է, որպեսզի հայ ժողովուրդը, Հայաստանի բնակչությունը, հայ ազգը դիմադրողականություն եւ դիմակայունություն չունենան։ Այն ինչ անում է այսօրվա իշխանությունը, ինչ անում է այսօրվա վարչախումբը, ուղիղ կերպով հարվածում է դիմակայունությանը եւ դիմադրողականությանը։ Ուղիղ կերպով ասում են, որ դու ժողովուրդ անելու բան չունես, մենք քո տեղը ամեն ինչ խոսում ենք, մենք քո փոխարեն ամեն ինչ բանակցում ենք, մենք ավելի լավ գիտենք, թե քեզ ինչ է պետք։ Եթե հիշենք պահանջմունքների բուրգը, որի մասին բոլոր հումանիտար մասնագետները գիտեն, դրա առաջին եւ երկրորդ շերտերը հենց բազային հիմնարար պահանջմունքներն են։ Մարդն ուզում է կուշտ ուտել, քնել, վերարտադրվել, մնացածը հետո։ Մեր բնակչությունն այսօր այդ բազային կենթանական մակարդակով է ապրում՝ ուտել, քնել, զբաղվել սեքսով, զվարճանալ, փոխանակվել ոչ այնքան հոգևոր, որքան նյութական արժեքներով, հետաձգել ավելի բարձր մակարդակների արժեքները, ազգային շահն ու գաղափարախոսությունը, միասին ապրելու եւ առաջընթաց ունենալու կարողությունը։ Մենք այդ ամենը հետաձգել ենք դեպի անորոշ ապագա։ Ապագա բառն անգամ մեզնում որոշ քաղաքական ուժերի կողմից այնքան է չարաշահվել, որ ապագա ասացին չեն հավատում, քանի որ չեն հավատում այդ երևույթը չարաշահած ուժին։ Ապրում ենք ոչ թե ապագայով, այլ ներկայով, իսկ այդպիսի ժողովուրդներ կային, բայց նրանք ապագա այդպես էլ չունեցան։ Հարցն այն է, ինչ ենք ուզում։ Բազում բանաձևեր ինքներս մեր մասին ասել ու մշակել ենք եւ ցավով եկել ենք այն եզրակացության, որ մեզնում այսօր առկա բացասական երևույթներն իրենց հիմքերով կային եւ մինչեւ Չակերտյալ հեղափոխությունը եւ 44-օրյա պատերազմը։ Մեր մեջ միշտ կար կլանային մտածողությունը, իրար խաբելու, չհավատալու մոլուցքը։ Վերին Լարսի ճանապարհի լայնացման մասին էին խոսում լուրերով, ասում, որ դա արագացրել է մեր բեռների տեղափոխման գործընթացը դեպի Ռուսաստան, բայց մերոնք բողոքում էին, թե ռուսները մեր բեռները շատ երկար են զննում։ Պարզվում է դրա օբյեկտիվ պատճառն այն է, որ մենք մրգերի մեջ ծխախոտ ենք տեղափոխում, այդ պատճառով էլ մեզ երկար են զննում։ Այսինքն մենք խաբում ենք, բայց երբ բացահայտվում է մեր խաբեությունը, մենք դժգոհում ենք այն բացահայտողից եւ ոչ թե ինքներս մեզնից։ Սա մեր հավաքական որակներից մեկն է։ Կամ օրինակ մեզնում թարգմանչական դպրոցը մշտապես շատ մեծ արժեք է ունեցել, բայց առանձնահատուկ ջանքեր էր պետք ներդնել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա Նենսի Փելոսիի այցի ժամանակ թարգմանությունը տապալելու համար։ Մեր հասարակության ամենամեծ ողբերգությունը այս թշնամական միջավայրի մեջ է։ Մենք ունենք ինչ որ ունենք եւ պետք է ժողովրդի մեջ գտնենք ուժ, աչից ու ձախից միմյանց թշնամացած հատվածներին արևմտայերեն ասած բերել քովքովի, հասկանանք, որ մենք աստվածային պարգև ենք ստացել 1918 թվականի մայիսի 28-ից մինչև հիմա, պետականություն ենք վերջապես վերականգնել եւ պետք է դողանք այդ պետականության վրա եւ այդ պետականության ամրությունը միայն կարող է լինել այն դեպքում, եթե մենք Շահամիր Շահամիրյանի երազած հայոց տունը չստեղծենք, որտեղ դիմություն եւ ընդդիմություն նույն հարթության վրա պիտի ստեղծեն մեկ պետականություն, ոչ թե զբաղվենք խորհրդարանում ծեծկրտուկով։ Մենք լավն ու վատն ունենք ինչպես ցանկացած ազգ։
Մեր լավը շատ լավն է, բայց մեր վատն էլ շատ վատն է, եւ այս տարիների ու տասնամյակների ընթացքում կազմակերպված ու ինստիտուցիոնալ բնույթ է ստացել։ Երևի սա մեր բնութագրական կողմերից մեկն է։ Այն, ինչ ունեինք տարիներ ու տասնամյակներ շարունակ խնամքով փայփայում էինք, այսօր այլևս չունենք, զուրկ ենք դրանից։ Որևէ մեկը սրանում բացի մեզնից մեղավոր չէ եւ ինքներս էլ պիտի խիզախություն ունենանք լուծելու այդ հարցը։ Որոշիչ հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։